Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է հիմնադիր Զավակներ նախաձեռնության համահիմնադիր Հայկ Մանասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես լավ շնորհակալ։ Խոսենք քիչ առաջ հրապարակած ձեր լուսանկարից փողկապով, դասական հագուստով եւ վերնագրել եք սենցալինում երկրի ախտորոշումն իմացող եւ դեղատոմսը գրող բժիշկը։ Կարող ենք համարել, որ մեկնարկը տրված է 2026 թվականի ընտրությունների մասնակցելու։ 2026 ընտրությունների մասնակցելու մասին շատ ավելի վաղ է հայտնել, իսկ այդ նկարը արհեստական բանականության միջոցով ավելի հեշտ եղանակով, այսպես ավելի հեշտ եղանակով արված նկար է, որտեղ փողկապով եմ, ես չունեմ փողկապով նկարներ, բայց եթե տեսնում եք ադմինիստրատիվ արտաքինով նկարը, ինչ խոսք թող լինի այդպեսին, ինձ խորհուրդ տվեցին, որ այդ բժշկի նկարը խալաթով երևի թե Facebook-ում պետքա փոխվի, որովհետև եթե դու քաղաքական հայտ ես ներկայացնում, ապա պետքա որ մի փոքր այլ լինի, բժշկական լայվերը կամ պուճուր ռիլզերը անում եմ բժշկական համազգեստով, վաղուց արդեն քաղաքական կամ հանրային թեմաներով բժշկական համազգեստով հանդես չեմ գալիս, եւ այսպես ստացվեց, որ այս նկարը դրեցի եւ կարծում եմ, որ այո, իթիվս եւ ոչ թե իթիվս կամ իթիվս այլ հարցերի եւ քայլերի, որ պետք է մենք անենք մեր երկիրը շտկելու կամ լավացնելու համար, մենք մեծ խնդիրներ ունենք, համակարգային խնդիրներ ունենք եւ այդ խնդիրները մինչեւ ճիշտ չախտորոշվի, ճիշտ լուծումը հնարավոր չի գտնել։ Ինչքան էլ թվա թե առանձին սիմպտոմների հետևից վազելով մենք կարող ենք երկիրը լավացնել, կարծում եմ այդպես չի։ Առանձին սիմպտոմները հիվանդության իրական խորքային պատճառը չեն։ Դրանք ընդհանրապես սիմպտոմներ են։ Այսինքն հազը եւ տաքությունը կարող են լինել տարբեր խնդիրների ժամանակ, բայց ենթադրենք թոքաբորբը կամ թոքախտը, հա, տուբերկուլյոզը, դա բոլորովին իրարից տարբերվող դիագնոզներ են եւ միչեւ դու դիագնոզը չիմանաս կամ թեկուզ թոքաբորբը չիմանաս դա վիրուսային թոքաբորբա թե բակտերիալ թոքաբորբա այդ նույն հազն ու ջերմությունը որպես սիմպտոմներ ինչքան ուզում ես հազի դեմ ասենք չգիտեմ բուժում արա կամ ջերմության դեմ բուժում արա չի լավանալու հիմա դուք երկրի ախտորոշումն է այո սկիզբը ախտորոշումն է այնուհետև երբ որ ախտորոշումը գիտես բուժման մոտեցումներն են փոքրինչ տարբեր մեկը մյուսից այստեղ ամենահարմար բուժման մոտեցումը կամ ամենահնարավոր որտեղ բուժումներ կան որոնք ուղղակի պրակտիկորեն հնարավոր չի անել քո երկրում հնարավոր չի անել որտեղ այդ միջոցներից քո երկրում չեն կարող օգտվել խիստ թանկարժեք է կամ անհնար է անիրական է եւ բուժումներ կան որոնք եւ մատչելի են եւ արդյունավետ են ահա մի խոսքով այդ ամեն ինչի մասին էր այդ այսօրվա թարմացրածս նկարը եւ ես կարծում եմ մինչեւ ընտրություններ համենայն դեպս այդպես եմ տրամադրված այդ նկարը Facebook-ում չեմ փոխի Հաստատական որոշել եք, որ 2026 ընտրությունների մասնակցելու եք։ Այո, վճռել եմ, որ մասնակցելու եմ։ Թիմ ունեք ձևավորված, կուսակցություն եք դառնալու, հիմա որ փուլում եք։ Ավելի շուտ կուսակցություն ենք դառնալու, ձևաչափը վերջնականապես որոշված չէ, վերջնականապես ընտրված չէ։ Որոշակի կազմ կոմիտե, այսպես ասած, ունենք ընկերներով, իդեպ մենք ընկերացել ենք այս թեմաների շուրջ շփվելով, այսինքն հնուց այսպես տարիների վաղեմության մեր ընկերությունը չի որ այսօր որոշել է քաղաքականությամբ զբաղվի, այլ հետաքրքրված անձանցով որոշակի կազմ կոմիտե ստեղծել ենք, համակիրների որոշակի շրջանակ կա, որոնց հետ հանդիպել ենք, քննարկումներ արել ենք, բայց հիմնականում մարդիկ հատկապես համակիրների շրջանակը հետաքրքրվում են ինչ անել հարցով, այսինքն ինչ անենք, լավ, կգանք, կնստենք ու ասենք մենք հաջորդ օրը ինչ պետք է անենք, մեզանից ինչա կախված Ավելի շուտ հիմա դա ենք մտածում այդ ինչ անելու հետ կապված, բայց այլ ավելի կարևոր խնդիր կա, հենց հիմա ինչի շուրջ ենք աշխատում, այդ ախտորոշումը, որովհետև հարցա չի առաջանում, այդ ախտորոշումը ո՞րն է։ Եվ եթե ախտորոշում ունես, բա այդ բուժումը դեղատոմսը ցույց տուր։ Հիմա գրավոր տեսքով փորձում ենք մանրակրկիտ, խորությամբ բացատրել, որն է մեր խնդիրը, եւ դա երևի թե մինչեւ տարվա վերջ հույս ունենամ, որ կհրապարակենք Դա լինելու է մինչև հիմա ձեր կողմից հարգելի լսարան չտեսնված, չլսված փաստաթուղթ,
խորությամբ, իր վերլուծականությամբ, իր փաստարկվածությամբ, որտեղ բժշկությունը անպայման դերակատարություն ունի։ Կենսաբանական գիտելիքները անպայման ուրեմն դերակատարություն են, պլյուս դրան քաղաքագիտություն, հասարակագիտություն եւ այլն, պատմություն ինչ որ չափով։ Այսինքն լուծումներ եք առաջարկելու Նախ իր ախտորոշումը, հետ կապված։ սկիզբը ախտորոշումն է։ Ես հիմա եթե երկու բառով ասեմ, դա հասկանալի չի լինի, որովհետեւ 1000 ներողություն եմ խնդրում անհամեստ համեմատության համար, հնարավոր չէ բարձրագույն մաթեմատիկան բազմապատկման աղյուսակի մակարդակով բացատրել։ Հնարավոր չի։ Առնվազն բազմապատկման աղյուսակից սկսելով պետքա որոշակի բազիս, որոշակի հիմնական, չգիտեմ, աքսիոմներ, թեորեմներ մարդուն ներկայացնես, որի հիման վրա այդ ամբողջ բարձրագույն մաթեմատիկան ներկայացնես։ Օրգանիզմում, ուրեմն մեկ հոգու, հա, մեկ մարդու հիվանդությունը այդ տեսակ բան է։ Հնարավոր է ինչ-որ ժողովրդական տերմիններով, օրինակներով կամ ինչ-որ համանմանությամբ բացատրել, բայց դա մասնագիտական բացատրություն չի լինի, կոլեգայից չես կարող այդպես բացատրել, հա, որպեսզի իրոք խնդիրը լուծելու աստիճան ճշգրիտ նկարագրես ինչա, դրա համար պետքա բավականին լուրջ, ուրեմն գիտական եւ բավական լուրջ տեսական հիմնավորում, որի գործնական օրինակներն ու արտացոլումը ելի մենք նշելու ենք։ Ահա հույս ունենամ, հիմա դրանով ենք զբաղված։ Երբ ախտորոշումը հստակ կարող եմ երկու բառով ասել գաղտնիք էլ չկա, բայց կա էլ եմ ասում, կարծում եմ ընկալելի չի լինի։ Դա կլինի բուժումն էլ դրա հետևից կներկայացնենք եւ առաջիկա ընտրություններին մենք կգնանք սա ներկայացնելով։ Ինչքան մարդկանց համար հասկանալի, ընդունելի, ընկալելի կլինի, ինչքան չլինի, դա էլ արդեն ժամանակը ցույց կտա։ Համենայն դեպս այսպիսի մի բան։ Հիմա դուք ինչ եք կարծում, այդքան ուժերով մասնակցությունը ընտրություններին 2026-ին որքանով է ճիշտ եւ արդյոք նույն այդ ձայների փոշիացումը չլինի, ինչի մասին կանխատեսումներ արդեն իսկ կան եւ արդյոք դուք պլանավորում եք, որ միանակ մի քանի ուժերով գործեք։ Այսինքն այս խնդիրը ոչ միայն նաեւ ձեր հետ կապված առհասարակ չեք տեսնում, որ կարող է ձայների փոշիացում լինել, շատերն ասում են, ովքեր գիտեն, որ շեմը չեն հաղթահարելու, ավելի լավ է միայնակ չգործեն, ընդհանուր համատեքստում ինչ խնդիր կարող է առաջանալ։ Քաղաքական մի քանի ուժերի, հիմա էլ կարող եմ հրապարակավ ասել, որ առաջարկել ենք հետևյալը. եթե ցանկանում եք միասին ճանապարհ գնալ, ապա պետք է ձեր հպարտությունը, ձեր ամբիցիաները մի կողմ դնեք, գաք մեր հետևից։ 1000 ներողություն էլի անհամեստ զուգահեռների համար, Քրիստոս ասում էր, եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ հանգստություն կտամ։ Հիմա քաղաքական ուժերին ենք ասել, մենք նոր, մաքուր, չախտոտված, թեև հարյուրավոր լայվերով, զրույցներով, գրեթե ոչ մի հարցի անտարբեր չեմ մնացել, հա, կոպիտ ասած մեր տեխնացուն, այսպես ասած, ես եմ եւ ես հիմա իմ անունից ասեմ։ Մի հարցի գրեթե անտարբեր չեմ մնացել։ Բավականին ակտիվ հանրային կյանք եմ ապրել, իմ մասնագիտականին զուգահեռ։ Ոչ մի տեղից որևիցե մի աջակցություն, հովանավորություն կամ ֆինանսավորում չի եղել։ Գաղտնիք չեմ բացի, բայց որտեղ սրա մասին արդեն ասել եմ, նույնիսկ պետպատվերով ես չեմ աշխատել։ Այսինքն օրինական, որ կարող եմ պետությունից գումար վերցնել, փող վերցնել, իմ աշխատանք անելու համար, այդ մարդկանց հասնում է այդ գումար։ Նույնիսկ սա չեմ արել։ Նույնիսկ պետպատվերով չեմ աշխատել։ Ահա։ Հիմա այս ուժերին ասում եմ, լսեք, դուք այսպես կամ այնպես հանդես եք եկել, այս կամ այն աստիճան վարկաբեկված եք։ Եթե ես որևիցե մեկի հետ անկեղծորեն եմ ասում, տեսեք, ոչ մի ձև չեմ թափում, խելոք քաղաքագիտական բաներ չեմ խոսում, կոնկրետ ասում եմ, որևիցե մեկին ես այսօր բարև տամ, մի սեղանի շուրջ նկարվեմ, ես ինձ եմ վարկաբեկելու։ Ով ուզում է դա լինի, նախկինում քաղաքական ճամփա անցած, ով ուզում է լինի։ Մենք նրանց հետ, եթե որպես միավորում հանդես գանք, մենք խայտառակ ենք լինելու առաջի հերթին, որովհետև նրանց խայտառակությունը մեզ վնասելու է, բայց մեր առաքինությունը նրանց բարի ու առաքինի չի դարձնելու։ Իսկ միայնակ ինչ հնարավորություն ունեք, ով է ձեզ ձայն տալու։ Միայնակության, այսպես ասած, խնդրից ընդունենք, որ Facebook-յան լայքերը, դիտումները դեռ շատ բանի մասին չեն խոսում, որ այդ մարդիկ կգնան եւ կքվեարկե ձեր օգտին։
Երմինե ջան, չեմ ասում միայնակ են գնում։ Ով է ուզում գա, բայց ով գալու է նախկինում արդեն հանդես եկած ուժ, տեսեք ինչ եմ ասում։ Ոչ թե նորաստեղծներին։ Նորաստեղծներին խնդրեմ, գրեք, հանդիպենք, քննարկենք, հարց չկա։ Նորաստեղծների մասին չի։ Հներից նախկինում արկամ հին չի, բայց ասենք հանդես եկել է։ Ով կա, ժողովուրդ ջան, կգաք կմիանաք մեզ, մեր առաջնորդությունը կընդունեք, քննարկենք, հնարավոր է իրար ճանապարհ գնալ, թե ոչ, բայց պետքա հրապարակային, այո, հրապարակային պետքա ընդունեք, որ առաջնորդելու ենք մենք մեր հիմնական գաղափարներով ու այն ռազմավարությամբ, որ մենք ենք գտնում։ Այսինքն պետքա դիագնոզ դրվի եւ բուժվի։ Սիմպտոմատիկ բուժում չի լինելու։ Ով ինչքան շատ փող առաջարկի, ով ինչքան, չգիտեմ, ինչ քանակի քվեներ պոտենցիալ ունենա, դա մեզ հետաքրքիր չի։ Սիմպտոմատիկ բուժում չի լինելու։ Բուժումը պետք է լինի խորքային, հիմնական, եթե կուզեք ասեմ, վերջնական։ Դա պետք է այդպես լինի։ Սա այսպես։ Վաղաշաբաթի ընտրություններից խոսենք, շատերը նախ ասենք, որ իշխանությունը բավականին ոգևորված է, ասում են, որ սա պրոյեկտվելու է նաև 2026 թվականին, Փաշինյանն ասում է, սա նշանակում է, որ մարդիկ ընտրեցին կյանքը, մենք կյանքից ենք միշտ խոսում, ոչ թե ընդդիմության նման ապոկալիպսիսից, եւ մարդիկ արձագանքեցին կյանքի եւ նույնը կլինի 2026 թվականին, արդյոք դուք կարծում եք, որ իսկապես վաղաշաբաթի ընտրությունների չափանիշ էր, որ նույնը 2026-ին է լինելու։ Վաղարշաբաթի ընտրություններում, Էջմիածնի ընտրություններում ԿՊ-ն պարտվել է։ Դա մեկ։ Ինչու՞, որովհետև ԿՊ-ի վաղարշաբաթում ոչ թե խոշորացված համայնքում, վաղարշաբաթում ԿՊ-ն պարտվել է։ ԿՊ-ի հիմնական մրցակիցը ավելի շատ ձայն է հավաքել, քան ԿՊ-ն։ Բայց ԿՊ-ն մի քանի ամիս առաջ ընտրություններից ըստ երևույթին իրենց սոցհարցումների, ստատիստիկայի մասնագետների հազարավոր, 100 հազարավոր, եթե չեմ սխալվում, միլիոնավոր դոլարներ են իրանք տվել կազմակերպություններին, իբրև թե Հայաստանի PR-ի համար կամ այս PR հետազոտություններ անելու համար, այդ կազմակերպությունները խո հենց այնպես նստած չեն, հաշվարկել են, տեսել են, որ վաղարշաբաթում ԿՊ-ն պարտվում է, արդյունքում մենք խոշորացրել են համայնքը, խոյ համայնքը բերեկցել են վաղարշաբաթին, որը կազմում է վաղարշաբաթի կեսը բնակչության, խոյի համայնքի, այսինքն այդ մի քանի գյուղերը միասին, վաղարշաբաթի կեսն են կազմում։ Եվ հիմա իրենց այս մանիպուլյացիայով փոխեցին ստատիստիկան։ Էլի վաղարշաբաթին Էջմիածնեցին գնաց ու չընտրեց ԿՊ-ին։ Նախ ցածր մասնակցություններ, սա առաջինը, եկեք փաստենք 30 քանի թե 40 քանի տոկոս, հա 40 քանի տոկոս մասնակցություններ եւ այդ ցածր մասնակցությամբ հանդերձ անգամ Էջմիածինում ԿՊ-ն պարտվել է։ Թող ուրիշ հեքիաթ չպատմեն։ Իսկ այն, որ իրենք մի քանի ամիս առաջ համայնքների միացումով փորձել են ահա այսպիսի արդյունք ստանալ, դուք դրա համար եւս կանգնելու եք դատարանի առաջ։ Ով է դա արել է, կանգնելու է դատարանի առաջ։ ԽՊ-ն իր տեխնացու, իր քաղաքապետով տարիներ շարունակ, անունը ինչպես էր այդ աղջկա։ Տարիներ շարունակ ղեկավարեց Դիանա Գասպարյանը։ Ինչպես։ Դիանա Գասպարյանը։ Չգիտեմ, անունը չգիտեմ։ Իշխանավարեց։ Տո էլ կոռուպցիոն, տո էլ, չգիտեմ, ապօրինի, էլ բռնի ուժի, էլ ինչ ասես, ինչ գործ ասես այդ թեմայով։ Ու այդ աղջիկը իր բարեկամների եւ իր թայֆայի հետ ազատության մեջ է, չէ՞։ Միքայել Սրբազանը բանտարկված է, չէ՞։ Խնդրեմ, այս է ԿՊ-ի արածի դեմքը։ Դուք ցույց եք տվել ձեր դեմքը։ Եթե ձեզ թվում է, ԿՊ-ին թվում է, որ իրենց քաղաքապետի տեխնացուն վաղարշաբաթի կառավարումը այդ աստիճան ապականելով հանդերձ ժողովրդի մոտ հեչ ոչ մի փոփոխություն չի առաջացրել եւ հիմա հանրապետությանը, այսպես որ գյուղից մարդ չկա, մեծ խոսում են։ Հանրապետության ներկայացնում են, թե իբր թե իրենք վաղարշապը, ոչ իրենք պարտվել են, ուղակի մի քանի ամիս առաջ կանխատեսելով այսպիսի ելքը, մի փոխեցին, սա էլ է կեղծարարության ձև, սա մանիպուլյացիա է։ Մանիպուլացրեցին, համայնքը խոշորացրեցին, հիմա ստացան իրենց համար ցանկալի արդյունք։ Եղավ, պատասխան եք տալու ժողովուրդ։ Մեկը լեգիտիմությունը կորցրած ուժը
Իդեպ Նիկոլ Փաշինյանը ասաց 50+1%-ը դա ժողովրդի լեգիտիմ կամքն է։ 50+1% հավաքել եք։ Ոչ։ Լրիվ մի չգիտեմ 20% ձայն են հավաքել բնակչության հաշվարկով։ Բնակչության 50+1%-ը չի գալի ձեր ընտրություններին, այ ընկեր։ Դա է Հայաստանում իրական լեգիտիմությունը։ Անհանգստացնում է իրենց, այսինքն իրենք թեև հայտարարություններ այլ մասին են խոսում, ողջավորված են, որ այո իրենք կարողացան իրենց տեխնացուին փաստորեն անցկացնել, որովհետև առաջիկա ընտրությունների եւ շատ կարեւոր հանգամանք է դա, բայց ամեն դեպքում կա այդ մտավախությունը իրենց մոտ, այսինքն ռեալ վտանգ տեսնում են, որ կարող են իրենք չվերընտրվեն։ Հերմինե ջան, ես չգիտեմ իրանք իրականության հետ կապը ինչ աստիճան են կորցրել, նրանք ովքեր իրականության հետ կապը չեն կորցրել, ԿՊ-ական եւ դրանց համակիրներ, կարծում եմ, որ անհանգստացած են ու բավականին լուրջ են անհանգստացած։ Իսկ նրանք ովքեր իրականության հետ կապը կորցրել են, կարծում եմ նրանք չեն էլ հասկանում, չեն էլ հասկանալու, արդեն ուշ է իրանց բուժելը, իրանց ուշ է։ Իրենք իշխանապողության վտանգ տեսնում են, այսինքն։ Ով որ իրական, այսինքն այդ վտանգը կա դուք, իրենք տեսնում են, չեն տեսնում։ Դա վտանգ չէ, դա երկրի փրկությունն է։ Իրենց համար վտանգ։ Դա վտանգ չի, ոնց կարա հայի համար, ՀՀ քաղաքացու համար ոնց կարա վտանգ լինի իշխանապողությունը ընտրություններով։ Դա միայն իրանց պես մականուններ չտամ, էլ իրանց պեսների համար կարա դա վտանգ լինի։ Իրանք կարան միայն համայնքները այսպես խառնեն, խառնշտեն, բերեր կծեն, կծմծեն, որ հանկարծ իշխանապողություն չլինի։ Ժողովուրդ ջան, ցանկացած նորմալ երկրում իշխանապողությունը դա բարիք է։ Դա դեմոկրատիայի փաստակցի արձանագրում է։ Դա ժողովրդին հույս է։ Իշխանապողությունը նաև հույս է, դա այնա որ մարդիկ դրա հաշվին ասում են լավ մի քանի տարի էլ սպասենք, լավ կլինի, չեն արտագաղթում, չգիտեմ, ներդրումներ են անում, ջանքեր են թափում, հույսեր են կապում, հասկանում եք, դա լավ բան է, էլի, այդ իշխանապողությունը լավ բան է, դա որ վատ բան լիներ Ամերիկայում 4 տարին մեկ նախագահի ընտրություն չէին դնի, 8 տարով էլ չէին սահմանափակի նախագահի հնարավոր պաշտոնավարումը։ Իդեպ ապրիլին լրանում է 8 տարին, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանությունն է 8 տարին լրանում է։ Ասենք Ամերիկայում վերջ էլ մի օր անգամ նա եւս մեկ անգամ տեխնատություն դնելու բան չերան։ Բայց ինչ եկան, եկան Սերժ Սարգսյանին որպես 2 ժամկետից հետո գնում է 3-րդ ժամկետի հեղափոխություն արեց։ Չէ, սա ինքն է գնում 3-րդ ժամկետի։ Նիկոլ Փաշինյանենք գնում են 3-րդ ժամկետի։ Ինչ որ այա, այն ինչ իրանց համար վտանգավոր է, դա երկրի համար բարիք է։ Լուսաբաց է։ Հիմա իշխանապողության ինչ հնարավորություններ կա, ինչ պատկեր է ձևավորվելու, եթե կարողանանք կանխատեսենք ընտրություններից առաջ։ Ես գիտեմ ինչ պետք է անեմ։ Ես չեմ ուզում կանխատեսեմ։ Ու անկեղծ ասած, հարգելի Եվ իդեպ բավականին շատ բռնաճնշումներ կան եւ բոլոր նրանք, ովքեր իրենցից ներկայացնում են ուժ եւ կարող են փոփոխություններ բերել, նաեւ ազդեցություն ունեն մարդկանց կարծիքի վրա, նրանք կալանավորում են։ Դուք մտավախություն չունեք, որ դուք էլ կկալանավորվեք։ Ես։ Այո։ Այսքան։ Ես մի քիչ մեր տանեցիների համար եմ անհանգստանում, այսինքն ես իմ հետևից բան չեմ թողել կալանավորվելու, էլի որ կալանավորեն, բայց եթե պիտի գան այսպես դաղալություն անեն, եթե պիտի գան, դե լավ, այնպեսի խոսքեր չեմ ասել, որը բանը, այսպես ասեմ, մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհամարեր, որ ես սխալ բան եմ ասել կամ հակաօրինական բան եմ ասել, այդպեսի իմ հետևից ես բան տեղ չեմ թողել։ Օրինակ մեր ձևովն էլ այդպեսի հայտարարություն չէ, բայց փաստորեն հանցանք գնահատվեց։ Հիմա եթե կգան, բարով գան։ Մի քիչ էլ եմ ասում, իմ տանեցիների համար եմ անհանգստանում, բայց հուսամ նրանք էլ բավականաչափ իմաստություն կունենան, կհասկանան, որ այդ ամեն ինչը մեկը ժամանակավոր է, ինչ էլ լինի ժամանակավոր է, իսկ եթե լինեն ծայրահեղ քայլեր, այսպես ասած մեր ընթացքը կասեցնելու, ես ուղղակի կհիշեցնեմ յուրաքանչյուրին 4-5 հազար տղա, նույնիսկ չգիտենք էլ թիվը չեն հրապարակեն, անուններով գոնե չեն հրապարակե, որ իմանանք 4-5 հազար տղա, ջահել տղա, ոչ ամուսնացած էին, ոչ սերունդ էին թողել, գլուխները դրեցին, ով չեն ասե։ Հիմա մենք այդքանից հետո մեր կձերբակալեն, չգիտեմ, կկալանավորեն, վնաս կտան, ինչքանով է բարոյական այս տեսակ մտահոգությունը, Հերմինե, արի ճիշտը խոսանք։ Եվ ես համ իմ ընտանիքին եմ այս խոսքը ուղղում եւ բոլոր այն մարդկանց, ում սիրտը ցավալու է, եթե իմ գլխից մաս պակասի։ 4-5 հազար տղա գլուխ է դրել։
մենք մազ պակասելու կամ չգիտեմ ձերբակալվելու կամ ավելի կոպիտ, ավելի կոշտ խնդիրների բախվելու բարոյական իրավունք չունենք մտահոգություն հայտնել։ Իսկ կարծում եք առաջիկայում ավելի շատ կխստանա այս Չգիտեմ, գործընթացը, մեկ կալանավորումներն ու ձերբակալությունները։ Արդյոք դա չի ազդում քաղաքական գործընթացների Դա վրա։ ազդում է ընդհանրապես դասական քաղաքագիտության մեջ կա այդպիսի բան, որ լեգիտիմությունը կորցրած իշխանությունները դա կոմպենսացնում են լեգիտիմության կորուստը կոմպենսացնում են բռնաճնշումներով։ Սա դասական քաղաքագիտական բան է, որովհետև եթե զգում են, որ պիտի իշխանությունը փոխեն, այսինքն իրենց կոմպետենտությունը չի բավարարում իշխանությունը լեգիտիմություն ունենալու համար, կոմպետենտության դեֆիցիտը լրացնում են յուրայինների, հավատարիմների բանակով լցնելով ամենակարևոր պոստերը, որոնք մեծ կոմպետենտություն են պահանջում։ Այսինքն ի սկզբանե եղած կոմպետենտության դեֆիցիտը բերում է ել ավելի ոչ կոմպետենտ անձանցով կարևորագույն պոստերը լցնել։ Սրանք էլ իրենց ել ավելի ոչ կոմպետենտության պատճառով ել ավելի են կորցնում լեգիտիմությունը, սա բերում է ել ավելի մեծ ուրեմն ոչ կոմպետենտության կոնսոլիդացիայի։ Սա վերջանալու է շատ տխուր, եթե ոչ ողբերգական։ Հայաստանի համար չեմ ասում, ամբողջ աշխարհում այդպես է եղել։ Կարծում եմ Հայաստանը բացառություն չի լինելու։ Խելքներդ գլուխներդ հավաքեք, երկու գիրք ավել կարդացեք։ Ձեր ապագան պետք չի գնաք բախտ նայողի մոտ, որ գուշակի։ Մի հատ նայեք աշխարհում, քաղաքագիտության մեջ, պատմության մեջ, ինչպիսի process-ներին, ինչպիսի հետևանքներ են հաջորդում։ Այմարդ նայեք էլի ու իմացեք Հայաստանը բացառություն չի լինելու։ Այսինքն հակազդեցությունը ավելի մեծ է լինում, երբ որ այդ կալանավորումները լինում են, ավելի մեծ է լինում այցունը մարդկանց բողոքը դժգոհությունը։ Էլ մի մանրամասները պահանջի, ասացեցի ավելին, քան անհրաժեշտ էր հասկացողին հասկանալու համար։ Էլ մանրամասն խելքներդ գլուխներդ հավաքեք, չունեք լեգիտիմություն, այ չունեք։ Լեգիտիմությունը հիմնվում է կոմպետենտության վրա, չունեք կոմպետենտություն։ Բոլոր ոլորտներով ձախողել եք, բոլոր ոլորտներում ձախողել եք։ Վերցրեք մի նախարարություն, որ հաջողել է։ Վերցրեք մի նախարարություն, որ իր պարտադիր անելիքի գոնե կեսը արել է։ Եվ բացի դա էլ, ինչ ասեմ, ժողովուրդ, չէ՞ գնացեք էլի։ Դուք այն գլխից էլ կոմպետենտ չեք։ Հնարավորությունն եք խելքի գալու, մոբիլիզացնելու երկրի ստեղծագործական տաղանդը, ինժեներական տաղանդը, մասնագիտական տաղանդը հնար ունեիք, չարեցիք։ Դուք յուրայիններով բերը հասցրել եք այսօրվան։ Հիմա դուք համարում եք, որ քաղբանտարկյալներ կան Հայաստանում։ Եվ 3 բողոքի ակցիաներ իրականացվում, նաև այսօր խորհրդանում լսումներ էր, առաջիկայում եւս լսումներ են լինելու։ Ես մանրամասներին տեղյակ չեմ, բայց որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, իհարկե կան։ Ասում են, եթե քաղբանտարկյալներ կան, ինչու միջազգային կառույցները լռում են։ Այսօր օրինակ իշխանական պատգամավորը ասում էր, եթե քաղբանտարկյալներ կան, ինչու են լռում միջազգային կառույցները։ Դա ուրեմն միջազգային կառույցները, երբ որ գալիս էին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ընտրությունները գնահատում էին դիտորդի կարգավիճակում, ասում էին մի քայլ առաջ էր, ճանաչում էին։ Մենք բայց խո գիտենք ինչպիսին էր այդ ընտրությունները։ Գիտենք թե չգիտենք։ Բա անգեր ջան, այդ չեն միջազգային դիտորդները։ Միջազգային կառույցները այդ չէ, ժողովուրդ դուք հələ միջազգային կառույցների չվանին ցախ եք դնում։ Հələ հույս ունեք, երկու հոգի ընդեղից գրանտով կամ չգիտեմ ինչով սնվող, կերակրվող եկել են ձեր ակաժներին լապշա են կախում, դուք հույս ունեք միջազգային կառույցները ձեր անգործությունը, ձեր պարապությունը, ձեր անսկզբունքայնությունը փոխհատուցելու են իրենց մասնակցայնությամբ։ Նրանք կամ հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին ինքը իր պահանջատիրությամբ, իր դիսցիպլինայով, ինքնակնդատությամբ, ինքնակրթությամբ, ինքն իրեն կստեղծի իր ուզած երկիրը ու կապրի այդ երկրում, կամ եթե հույսը դրել է, որ միջազգային կառույցները իր փոխարեն կգան ստեղ ինչ-որ բան կանեն, չի լինելու այ մարդ, միջազգային կառույց իրանք շահերն ունեն, ում հետ շահ ունեն, նրա ոտը չեն տրորի, այս պահին Նիկոլի հետ շահ ունեն, Նիկոլի ոտը խի պիտի տրորեն, այն էլ ում համար, մի մարդու համար օրինակ Սամվել Կարապետյան, մի մարդու համար ռուսաստանցի բիզնեսմեն է։ Այդ միջազգային կառույցները Ռուսաստանի սանկցիաների տակ են դրել, ռուսաստանցի բիզնեսմեններին էլ ավելի խիստ սանկցիաների տակ են դրել։ Աշխարհում երևի չի եղել այնպիսի պետություն, որ այն աստիճան սանկցիաների տակ լինի, ինչպես Ռուսաստանն է հիմա։ Նույնիսկ Իրանը այդ աստիճան սանկցիաների տակ կարծես թե չի եղել,
Կամ հա զուգահեռներ կարելի է տանել Իրանի հետ։ Բայց եթե նրանք Ռուսաստանի հետ այսպես թշնամաբար են վերաբերվում, ռուսական բիզնեսմենների հետ այդպեսի թշնամ, նրանք ինչի պետք է գան Սամվել Կարապետյանի համար հայտարարություն անեն։ Այսինքն, եթե դուք ուզում եք ճիշտն ու սխալը նրանց արձագանքով որոշել, ասեմ, նրանք արձագանքելու են իրանց շահի համար։ Իրանց շահը Հիմա իրենց հեպատվելով։ շահն է, որ Փաշինյանը վերընտրվի։ Նրանց շահը երբեք այն չի, որ Հայաստանը լինի ինքնուրույն, ինքնիշխան, իսկ ինքնիշխան գիտեք ինչ է նշանակում, իրենց չենթարկվող։ Նրանց ամենաշատը պետք է Ռուսաստանով վախացնեն, որ իրանց ոտը ամրացնեն, Ռուսաստանն էլ հակառակը։ Նրանց վարկաբեկեն իրանց ոտը ամրացնել։ Ժողովուրդ, ձեզանից բացի ձեր տունը, ձեզանից բացի ձեր թաղը, ձեր քաղաքը, գյուղը ու վերջին հաշվով մեր բոլորիս պետությունը, մեզանից բացի ոչ ոք տիրություն չի անելու։ Ճիշտն ու սխալը մենք ստեղ եթե չհասկացանք, ոչ ոք չի գալու մեզ ճիշտ ու սխալ բացատրի։ Նա գալու է շահը առաջ տանի։ Հիմա Փաշինյանը կարծում եք ունի դրսից աջակցություն եւ եթե այդպիսի աջակցություն կա, ապա իր չընտրվելը ինչ հնարավորություններ ունի։ Դες դուրսն է ընտրելու ստեղ։ Վաղար շաբաթում որ, չգիտեմ, մասնակցությունը 40% էր կամ Գյումրիում էլի տես ցածր թիվեր կամ Երևանի տեղական ինքնակառավարման կներեք, ընտրություններում որ 30 քանի տոկոս էր, այդ դրսից էին արել։ Վեր կասեք գնացեք ընտրատարած, ժողովուրդ։ Գնացեք ընտրատարած, փոխեք իրադրությունը, փոխեք իրավիճակը։ Այստեղ էլ արդեն մեր ժողովուրդ երկրի տերը։ Բայց ժողովուրդը դուք եք պատասխանատու եք դու ձեր գլխի նեկածի համար, ձեր այսօրվա համար ու վաղը ձեր երեխեքի գլխի նեկածի համար։ Դուք պատասխանատու եք, չեք ուզում մասնակցեք, մասնակցում են նրանք, ովքեր մասնակցում են, ստացվում են արդյունքը, որ ստացվում է։ Բոյկոտում եք, չգիտեմ, անտեսում եք, դե տեսեք իրանք ձեզ չեն անտեսելու։ Ձեզ չեն անտեսելու։ Ձեր հետևից հարկեր ուզելու, չգիտեմ, էս ուզելու, են պոկելու, էս տուգանելու, են տուգանելու գալու են ձեր հետևից, ձեր գրպանին կպնելու են, հեսա գույքահարկերն են թանկացնելու եւ այլ, գալու են ձեր հետ, դուք չեք գնում իրանց հետևից, որ իրանց կարգի հրավիրեք իշխանություններին, իշխանությունները գալու են ձեր հետևից, մենակ ձեր հետևից, ձեր երեխեքի հետևից են գալու, հələ ուր եք։ Բայց իրենք խաղաղություն են բերել, ասում են մենք այնպիսի գործընթացներ են արել, որոնք 30 տարի չեն լինում, խաղաղությունը հաստատվել է արդեն, նախաստորագրվել է, Թրամփի ուղին։ Ես 100 անգամ ասել եմ, հիմա կրկնեմ։ Աշխարհում գոյություն չունի մի կապիտուլյացիա, որին չհաջորդի խաղաղություն։ Երբ որ հանձնվում է զինվորը, հաջորդ օրը լինում է այդ զինվորի համար խաղաղություն։ Հիմա ի՞նչն է հանձնվել Հայաստանի Հանրապետությունից։ Նկատի ունեք այդ ճանապարհը։ Իշխանություններն են հանձնվել։ Իսկ ինչ են հանձնել, արտոնյալ կարգավիճակում Ադրբեջանին խոստացել են հռչակագրի մակարդակով։ Թույլ տանք այդ հռչակագիրը կդառնա պայմանագիր։ Թույլ տանք տենց կլինի։ Թույլ չտանք չի լինի։ Մենք մի մարդու պես կանգնել ենք, կամ լավ 50+1% մասնակցություն, ավել բան չեմ ուզում, հա։ 50+1% մասնակցի ժողովրդի, գոնե ասեն, որ մենք ընդունում ենք, ուզում ենք փոխենք մի բան ընտրություններով, ում կընտրեն իրենց գործնա։ Գոնե էսի պետքա լինի։ Այսինքն դուք վտանգ եք տեսնում, որ կարող է մասնակցությունը էլի քիչ։ Ոչ, ես խնդիրների հիմքում տեսնում եմ ոչ միայն իշխանական ապիկարությունը, այլև մեր ժողովրդի քաղաքակրթված չլինելը։ Քաղաքաանկիրթ լինելը։ Ժողովուրդը քաղաքաանկիրթ է, բավականաչափ քաղաքակիրթ չէ, որպեսզի հասկանա պետությունը ինչի հետ են ուտում։ Դա ինչպես են վարում։ Պետությունը վարելը ունի նորից իր երթևեկության կանոնները, իր անվտանգության կանոնները։ Այդ չես կարա դու նստես աչից ձախակողմյան երթևեկության եւ ձախ ղեկով մեքենայի վրա, նստես աչից վուն սենց անես ավտոն գնա։ Սենց անես բանը փոխվի, փոխանցման տուփը փոխվի։ Չի լինում տենց։ Իսկ մեր ժողովուրդը իր ընտրած առաջնորդներով, իր էլիտաներով նստելա հետևը մեքենայի վուն սենց անում իրան թվում ինքը երգիր է քշում։ Չէ, երգիրը պետք է քշել ժողովուրդ ջան։ Կներկայացնենք այդ ամեն ինչը, կներկայացնենք, կբացատրենք, ով կլսի, ահագին մասը գիտի, ժողովրդի, ասում եմ 100%-ին չի վերաբերում, բայց այդ իմացող մասը քրիտիկական անհրաժեշտ մինիմումը չի ապահովում, որպեսզի դա մեծ փոփոխություններ բերի բոլորիս կյանքում։ Ցավոք սրտի բավարար քրիտիկական անհրաժեշտ նվազագույնը չի ձևավորվել դեռ,
բայց կձևավորվի։ Եվ երբ Փաշինյանն ասում է, որ վաղաշաբաթի ընտրությունները նոր լիցք տվեցին, որպեսզի կաթողիկոսին հեռացնենք, դուք կարծում եք իսկապես այդ լիցքը ստացել են եւ դա որոշիչ էր իշխանության համար։ Այ հողերս քո լիցքի ու քո չգիտեմ ինչի։ Լիցք տվեցին ասում։ Այդ մարդը լիցք է ուզում, որ հասկանում եք, մի բան սենց լինի, որ ինքը էլի չեմ ուզում վատ բաներ ասեմ, այ մարդ եթերով լիցք է ուզում, հասկանում եք, դուք հասկանում եք այդ ինչա, լիցք է, ինչ որ մեկը պետք է մի տեղից տոկի տա, որ ինքը տենց էլեկտա հարվածի մեջ ընկնի ցնցումների մեջ ու սկսի էլի իր ավերիչ ու անհեթեթ ընթացքը, կլինի առանց լիցքի սովորական էլի, սովորական են, հին լիցքով Այս երկիրը առանց մեծ առանց հերթական փորձության առաջ կանգնելու, բերեք հասցնեք այդ հունիս ամսվան էլի։ Կլինի էլ լիցքեր պետք չի։ Բայց երեք լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ եկեղեցուն ազատագրումը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Դա սահմանադրական կարգի խախտում է, իսկ պետական իշխանությունների գործը ոչ թե երկիրը ազատագրելն է, այլ այն դիրքերը ազատագրելը, որը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, անձեռնմխելի պահել Սյունիքը, սրան նրան միջանցք չտալ Թրամփի ուղի անվան տակ, որի տակ ստորագրում է Ալիևը ուշադիր։ Իբր թե Հայաստանի ու Ամերիկայի միջև է տեղի ունենում համաձայնություն, բայց Ալիևն է տակը ստորագրում։ Հետո ասում են, էսի մեր անկախության փաստաթուղթն է։ Ալիևը եփանից եք տեսել ձեր անկախության փաստաթղթի տակ ստորագրի։ Կարող է վաղնել գա սահմանադրության տակ ստորագրի Ալիևը, սահմանադրական դատարանի որոշումների տակ Ալիևը ստորագրի, ասեք, էսի մեր անկախության փաստաթուղթն է։ Պետական իշխանության գործը դա է։ Պետական իշխանության գործը այն է, որ արդյունահանումը չընկնի, տնտեսական շարժը չընկնի, ինչքան էլ հորինած թվեր են ներկայացնում տարբեր մանիպուլյացիա ձևերով։ Պետական իշխանությունը առողջապահության ապահովագրություն դնելն էր գամ դրան։ Ոչ թե մարդկանցից հիմա փող հավաքեք, այն ինչ պետք պատվեր էր անունը դնեք ապահովագրություն։ Այն օրն էլ խոսում են բան, ասում է սոցփաթեթի շահառուները միջև 200,000 ստացող փող չեն տա, բայց այդ սոցփաթեթը էլի այնտեղից է սնվելու։ Այսինքն այն ամեն ինչը ինչ իրանց բյուջեի վրա էր ծանրացած, հիմա աշխատողների վրա 200,000 եւ ավել ստացողների վրա նոր հարկային բեռ դրեցին։ Ու հիմա հունվարի 1-ից այդ նոր հարկային բեռը տանելու են էլի ինչ անեն, այդ պետպատվերը փակեն։ Անունը դրեն հիմա էլ առողջապահության ապահովագրություն։ Կարա կանոնը դնեք ալամաշխարհի բժշկություն, համատիեզերական, չգիտեմ ինչ, դրանով չի փոխվում բովանդակությունը։ Անունը կապ չունի ինչ եք դնում։ Այ իրական պետությունը ոչ թե իրական Հայաստանն է տռացնում, այլ սարքում է իրական առողջապահություն ու իրական ապահովագրություն, որ մարդը հիվանդանում է, հեսա կլինի, ես հիմա ինչի չեմ այդ հարցով շատ խոսում, հեսա կլինի կտեսնեք, ժողովուրդ ջան, ինչ են անում, հեսա կլինի կտեսնեք ինչ են անում, այն ինչ պետք պատվեր էր, ձեզ օրենքով հասնում էր պետք պատվեր, ու իրանք էլ չէին կարող միջև վերջ այդ պետ պատվերը ապահովել, հիմա լրացուցիչ փող են հավաքելու մարդկանցից, աշխատող մարդկանցից, տանեն այդ պետ պատվերի ծակերը փակեն։ Իրական պետությունը տենց անում, ոչ թե գնում է, կաթողիկոսությունը քո ինչ գործն է։ Մի հատ կարա գնա Եհովայի վկաների, կամ չգիտեմ, մեկ այլ կրոնական կազմակերպության դուրը սենց բաներ, ճշտել եք Եհովայի վկաների առաջնորդը, կույսա թե չէ։ Կամ կնոջը իր հավատարիմա թե դավաճանումա, ճշտել եք ձեր ԱԱԾ-ներով եւ բանով։ Բա մի հատ գնացեք ճշտեք։ Կարող է պարզվի, որ նա էլ իր կնոջը դավաճանումա, չգիտեմ իրանց մոտ կուսակրոնություն կա թե չկա։ Ամենայն հարգանքս Եհովայի վկաների։ Ամենայն հարգանքս ժողովուրդ, իմ համար մեկ ով ինչ կրոնա դավանում։ Իմ համար ընդհանրապես դոգմայի տակ, այդ թվում քրիստոնեական ցանկացած դոգմայի տակ եղած անձը վտանգավոր է։ Եթե մարդ իր ուղեղով չի մտածում, իր ուղեղով մտածելու ունակությունը անջատել է, կամ մտածելուց եթե գալիս է սխալ հետևությունների, որը չի դոգմային համապատասխանում, համարվում է սխալ ու ինքը հրաժարվում է ողջամտությունից, որովհետև դոգման ուրիշ բան ասում։ Իմ համար այդ մարդը sense թե մի քիչ զգուշ պետք է լինել այդ մարդուց։ Կապ չունի։ Աստված է, անաստված է, թեիստ է, աթեիստ է, մեկ է, ինչ կրոնի է, ինձ համար մեկ է։ Դոգմատիկներով, դոգմատիկ գաղափարախոսության հետևից է տենց կուրորեն գնում։ Իմ համար այդ բոլորը նույն զգուշանալու մարդիկ են։ Ուզում եմ ասեմ, հատուկ ինչ որ մեկին այստեղ ուղղակի օրինակ եմ բերում, որ չի կարա, ինչի, որովհետև միջազգային կառույցները այս իսկականից այդ ժամանակ իր համար այնպիսի խնդիրներ Նիկոլի համար
Նիկոլ Փաշինյանի համար։ Այնպիսի խնդիրներ կստեղծեն, էլ դու սուս, բայց հայ առաքելական եկեղեցին ով է գալու։ Բոլորն էլ արևմուտքում հիմա ասես ծափ են տալի, ասում են խեղտի, ավիրի, վերացի դա Յոնջայի բանի, ասա։ Արվույտի դաշտեր պետքա լինեն Հայաստանում, որ մարդիկ գան քաղաքացու փոխարեն, Յոնջա ցանեն, Յոնջա հնձեն, գնան։ Այ քաղաքացու փոխարեն էտա պետք միջազգայիններին։ Ցանկացած մեկ ուզում է իր ֆերման լավը լինի։ Դուք տեսել եք մեկը, ասենք, շատ մի հատ առույգ ինքնագլուխ արուձիու բանը մրցումներում օգտագործի։ Ոչ, ամորձատում են, կրտում են։ Տեսել եք ցուլերին օգտագործեն, կրտում եզ են սարքում, նոր են օգտագործում։ Այսինքն ինքնուրույնությունից միջև չզրկես կենթանուն, չես օգտագործում։ Հիմա նրանք, ովքեր մեզ եկել են օգտագործելու, հարգելի ժողովուրդ ջան, միջև մեզ չկրտեն, որպես ազգ, մեզ չեն կարող օգտագործեն։ Մեզ ձեռնասուն սարքելու համար են իրանց պրոպագանդիստներով, այդ գործն են անում։ Ձեզ թվում է, թե ձեր տները չեն հասնի, ձեր տները հեռու է, ձեր տներն էլ կհասնեն, ձեր բալեքին է կհասնեն։ Մինչև հայ ազգի ինքնուրույնությունը չկրտեն, չամորձատեն, չստերջացնեն, բան չի լինելու, չեն հանգստանալու։ Ու կապ չունի որ գերտերությունը, աշխարհի որ բևեռից։ Միայն հային է պետք, հայ ժողովրդին ու ՀՀ քաղաքացուն է պետք, որ Հայաստանը լինի ինքնուրույն մարդկանց երկիր, ինքնագլուխ մարդկանց երկիր, սեռականորեն գործունակ, սերունդ թողելու ունակ, սերունդ դաստիարակելու ունակ մարդկանց երկիր։ Դա միայն հային, հայ ժողովրդին ու ՀՀ քաղաքացուն է պետք։ Հերմինե ջան, իրից սպասում։ Շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ եմ։ Զրուցում էի հիմնադիր Զավակներ նախաձեռնության համահիմնադիր Բժիշկ Հայկ Մանասյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։